անցնելու, դա անձնագրերին է վերաբերում, անձնագրերի հետ կապված հարցեր կան, թե որ փուլում եք փակելու։ Տրմփակ ռեժիմով նիստի բովանդակության վերաբերյալ ես հիմա դժվար թե ձեզ ինչ-որ տեղեկատվություն հայտնեմ։ Գաղտնի ցուցակի հետ է, չէ՞, կապված գաղտնի ցուցակով է Դուք կրկնում եք նույն հարցը։ հստակեցնում։ Ըստ այդմ նշանակում է պատասխանը նույնն է, տրմփակ նիստի ռեժիմով տեղեկատվություն ես ձեզ չեմ հայտնում։ Պարոն Ղազարյան, դիմողները ներկայացնում էին, որ շուրջ 100,000 կարծեմ անձնագրերի հետ խնդիրներ է եղել, ինչ խնդիրների մասին։ Դիմողները բարձրացրել են ընտրական տեղամասերում սարքերի հետ կապված անձնագրերի ընթերցելու հարցը տեխնիկական սարքի միջոցով։ Խոսքը 79,215 դեպքի մասին է, երբ որ ընտրատեղամասի աշխատակիցը տեղեկատվությունը մուտքագրել է ձեռքով, ոչ թե մեքենան ընթերցել է անձնագրի կամ նույնականացման քարտի մեքենա ընթերնելի հատվածը։ Դա բնական նորմալ երևույթ է եւ կարող եմ նշել, որ Հայաստանի ընտրությունների պատմության մեջ ամենափոքր ցուցանիշն է, որ արձանագրվել է։ Եթե նայեք 2021 թվականի ընտրությունների արդյունքների վերաբերյալ թեկուզ Սահմանադրական դատարանի որոշումը, այնտեղ եւս վկայակոչված է այդ թիվը 109,000-ից ավել է եղել նախորդ անգամ։ Դա կարող է լինել շատ պարզ պատճառով, օրինակ, թեկուզ ամենափոքր տեխնիկական անսարքությունը թե սարքի մեջ, թե անձահաստատող փաստաթղթի վրա պարզապես կարող է լինել այդ մեքենա ընթերնելի հատվածում խազ կարող է լինել, որի արդյունքում չկարդա։ Եվ շատ կարևոր հանգամանքը այն է, որ միայն սարքի միջոցով նույնականացումը չէ, որ ենթադրում է ընտրական տեղամասում ընտրողի անձի նույնականացում եւ ընտրելու իրավունք ունենալու նույնականացում։ Հիմնական ընտրողի նույնականացման գործիքը հենց ինքը անձը հաստատող փաստաթուղթն է։ Այսինքն այդ սարքի հնարավորությունը դա հավելյալ երաշխիք եւ հավելյալ գործառույթ է, որը ապահովում է անձի նույնականացումը ընտրատեղամասում։ Եվ արդեն 5-րդ օրն է դատաքննությունը շարունակվում է, դուք ինչպիսի տպավորություններ ունեք նիստերից։ Հուսամ հնարավորինս շուտ կավարտի կվերադառնանք մեր աշխատանքին, որովհետև ժամանակը բավականին երկար է տևում, բայց տպավորությունը բնականաբար ինչպեսին պետք է ունենանք, շատ հետաքրքիր։ Երեք միջնորդություն ներկայացվեց Դանիել Լեոնիսյանին հրավիրելու, նիստերին հարցաքննելու, որը որ հայտարարել էր ընդդիմության ընտրողների 7-8%-ը կաշառքով է կատարել իր ընտրությունը։ Դա լուրջ մեղադրանք չեք համարում այդ ընտրողների հարցերին եւ արդյոք ես չգիտեմ ինչ ձևով պետք է նույնականացվի, եթե Դանիել Լեոնիսյանը հայտարարել է գուցե գիտի անվանական այդ մարդկանց էլ չեք հրավիրի նիստերին մասնակցելու։ Ես այդ միջնորդության առնչությամբ կարող եմ նշել, որ մենք չենք առարկել այդ միջնորդությանը, ընդամենը այդքան։ Չեք առարկել, այսքան հրավիրվելու է։ Դա դատարանն է որոշում բավարարել միջնորդությունը, թե չբավարարել միջնորդությունը, ուղղակի միջնորդության առնչությամբ կարող եմ ասել, որ մեր դիրքորոշումը այն եղել, որ մենք չենք առարկել այդ միջնորդությանը։ Շնորհակալություն։